Հարգելի հայրենակիցներ, ձեր եթերում ձեր սիրված Արարատյան խոհանոցն է, բարև ձեզ։ Նախ շնորհավորում եմ բոլորիս ամանորը եւ ուզում եմ, որ մենք նորից լինենք միշտ միասին այս լավ գործը անենք, կատարենք եւ բավարարականություն ստանանք մեր գործից։ Բարեկամներ, շարունակում ենք ներկայացնել ազգային ավանդական ուտեստներ, որոնք ինչու՞ չէ կհամալրեն ձեր ընտանեկան կերակրացանկը։ Բարեկամներ, այս նախատոնական օրը ես հյուր ունեմ մեր տաղավարում եւ սա պատահական չի, որովհետեւ մենք այսօր պատրաստելու ենք մեր դիմավորվելիք տոնի հենց ամենահիմնական, ամենատիսական ուտեստը եւ այդ գործում ինձ օգնելու է հայ խոհարարական ավանդույթների զարգացման եւ պահպանման հասարակական կազմակերպության խորհրդի անդամ, Աֆրիկաների Պանդոկ ռեստորանի ավագ խոհարար, իմ լավ բարեկամ, ձեզ քաջածանոթ Գրիշա Անտիլյանը։ Ողջույն Գրիշա։ Ողջույն Սեթակ ջան։ Ինչպե՞ս ես։ Մարտական ինչպես միշտ միասին երբ որ լինում ենք, ես մարտականորեն տրամադրված եմ լինում գործին եւ բարձր տրամադրությամբ իհարկե։ Շատ լավ, շատ լավ։ Բարեկամներ, արդեն մենք նշել ենք, որ գալիք տարին մեզ համար միայն ու միայն հաղթանակների տարի է լինելու։ Եվ նշել ենք ինչի համար, որովհետեւ 2014 թվականը 20-ամյակն է մեր մեծագույն հաղթանակների եւ դրա համար դուք տեսաք, որ մեր Գրիշան հանդերձակին մի այլ իր կա, իսկ այդ իրը բարեկամներ դա այն մեդալն է, որով ինքը պարգևատրվել է որպես ազգային խոհանոցի երախտավոր, մեդալը կոչվում է երջանկահիշատակ Արամ Փիրուզյանի անվան։ Գրիշա, ուզում եմ շնորհակալություն հայտնել, որ դու կաս մեր շրջանակներում եւ ուզում եմ շնորհավորել այդ մեդալի։ Ես ուղղակի պարզաբան եմ բարեկամներ, որ հայ խոհարարական ավանդույթների զարգացման եւ պահպանման հասարակական կազմակերպությունը ամեն տարի շնորհում է այս մեդալը առավել աչքի ընկած կամ առավել ազգային խոհանոցի տարածմանը նպաստած այն խոհարարներին կամ ոչ խոհարարներին, ովքեր մեծ ներդրում ունեն մեր ազգային խոհանոցը հավուր պատշաճի լուսաբանելու եւ տարածելու։ Շնորհակալություն, մենք աշխատանքի ընթացքում կանդրադառնանք, թե ինչու հենց դու այս մեդալին արժանացար եւ հիմա սկսենք, թե ինչ ենք պատրաստել։ Ուրեմն Սեթակ ջան, այսօր մեր հերոսադիտողներին կներկայացնենք մեր այս տոնի համար ամենատիսական, ամենատոնական կերակրատեսակը քաշիկան։ Ինչու քաշիկա, որովհետեւ դա մեր ավանդական կերակրատեսակն է, ամանորի եւ դա պետք է ցանկացած հայի սեղանի լինի ամանորի գիշերը։ Ասեմ, որ կերակրատեսակը պատրաստում է գառի մսով եւ ձավարով։ Այո։ Պատրաստում են թոնի մեջ կամ ջեռոցում, պատրաստում են չխառնելով, հարիսայի մի տարատեսակ է, որը չի խառնվում ուղղակի, դա էլ ունի իր նշանակությունը, չեն խառնում, որպեսզի երբ որ դնեն սեղանին, մի անգամից ընտանիքի բոլոր անդամները օգտվեն նույն ամանից եւ չխառնելով նշանակությունը նաեւ որ տարին չխառնվի։ Գալիք տարին խառնակ չլինի։ Նաեւ ասեմ, որ այս կերակրատեսակը պատրաստում են հիմնականում տղամարդիկ։ Որովհետեւ կինը չի կարող պատրաստել այդ կերակրատեսակը, որովհետեւ կինը ինքը իրավիճությամբ խառնող է։ Յա, ես չգիտեի։ Եվ ինչի չգիտեի, որ չգիտես որ Եվան խառնեց Ադամին հարտակսեցին դրախտից։ Չգիտեմ։ Իսկ կապ ունի թե այդ տղամարդը նախքան պատրաստելը ինչպիսի սնունդ է կերել, ասենք ընկուզային ինչ որ բաներ տենց։ Ընկույզը ոչ մի բան հետ կապ չունի, ընկույզը միայն ուղեղի հետ կապ ունի։ Լավ։ Նախապես արդեն գառի միսը մենք կտրատել ենք, շերտերով պետք է ավելացնենք քրեղանի մեջ, կավի ամանի մեջ։ Կամ եթե քանակը մեծ է, մեծ պուլիկի մեջ կամ ջուջի մեջ, չէ՞։ Լավ։ Հիմա ավելացնում ենք շերտերով գառի միսը, մի շերտ ձավարը։ Օգնեմ քեզ Գրիշ։ Չէ, օգնում։ Միշտ թերահավատ ես եղել օգնությանը նկատմամբ։ Սենսական չեմ թերահավատ, ես չէ որ Դու չես թողնում։ Իմ ամբողջ աշխարհի հայտարարել եմ, դու հանրապետության գլխավոր կտրտիչն ես։ Այսինքն հիմա որ կտրելու գործ չկա, կտրելու գործ չկա, դու նայի ուղղակի, հա, այսօր նայի։ Լավ Գրիշ։ Լավ։ Մի փոքր հավեմ ենք աղով արդեն։ Վրա չերտ ավելացնենք միսը։
Մի փոքր էլ Թողնես չթողնես, ես պիտի ձեռք տամ։ անպայման քո միջամտությունը պետք է լինի, հա։ Այո։ Հարգելի հերոստատիտողներ, այ միշտ sense որպես սա կազմակերպության նախագահ ճնշում էին։ Որովհետև դու տարածել ես, որ եթե կամերա չի լինում, ես ոչ մի գործ չեմ անում։ Խոհարարակ։ Հիմա կամերա կա, ես սկսում եմ անել։ Ես չեմ տարածել, դա իրականությունն է։ Իսկ տունը ինչ ես պատրաստելու, այս բացի քաշիկայից։ Ռափամա, իսկ բուդ։ Չէ, բուդ, եկեք, այս տարի երևի հրաժարվենք այդպեսից։ Հրաժարվենք էլի գրիշ։ Մենք էլ հորդորենք մեր ազգաբնակչությանը հրաժարվենք։ Փոքր աղենք ցանում եւ ավելացնում ենք ջուրը։ Ջուրը պետք է ավելացնենք այնքան, մինչև ծածկի լիովին։ Բարեկամներ, նշենք, որ այս ուտեստը կարող ենք պատրաստել ավելի մեծ նորից նշենք, ավելի մեծ տարայով, ավելի մեծ կճուճի մեջ։ Եվ ջուրը պիտի ծածկի, այսինքն ջուրը 1-ին 1.5 հարաբերության։ Այո։ Եվ մեր քրեղանը ուղարկենք ջեռոց, ոնց որ դու ես ասում, զվարճանալու։ Մենք էլ այստեղ զվարճանանք, հա։ Քանի րոպե պիտի զվարճանանք։ Մոտավորապես 40-45 րոպե ամենակիչը ինքը այնտեղ պետք է զվարճանա։ Այս մասսայի համար մենք էլ այստեղ մինչև 200-220 աստիճանի տակ մենք էլ այստեղ կզվարճանանք, մինչև մեր քաշիկան պատրաստ կլինի։ Լավ, բարեկամներ, ուղարկենք քերեղանը ջեռոց եւ մենք 45 րոպե հետո կունենանք այս ջեռոցը, այս ներողություն, այս քերեղան արդեն պատրաստի քաշիկայով եւ միասին կշնորհավորենք ձեր ամանորը եւ կճաշակենք այս հիանալի ուտեստը։ Գնացինք։ Բարեկամներ, 45 րոպե, ուղիղ 45 րոպե առաջ մենք խոս տվեցինք, որ 45 րոպե հետո պիտի լինի այս ուտեստը, քաշիկան, մի քիչ տաք է գրիշ։ Ահա, պատրաստ է արդեն քաշիկան եւ քո խորհուրդը ու նաեւ քո առաջարկները այս գալիք տարին ինչ պիտի անեն, ոնց պիտի դիմավորենք, ինչ ուտեստներով, որ տարին մեզ համար լինի հաջողակ։ Չէ, հենց քաշիկայի համար ասենք, որ հենց անունը իր ասենք, որ նախորդ պատրաստվել է թոնդիրում, անունը դա է գալիս է նայած, որ թոնդիրից պետք է քաշեի, այսինքն քաշի գա բառից է։ Լավ, ուզում եմ շնորհավորենք գրիշ, շնորհավորենք մեր հերոստատիտողներին գալիք տարվա հետ կապված։ Նախ ես քեզ շնորհավորում եմ։ Շնորհակալություն։ Թող գալիք տարում նույնպես դու ունենաս հաղթանակներ, քանզի քո հաղթանակները հենց մեր հաղթանակներն են։ Դու նորից շարունակես դրսում տարածել մեր ազգային խոհանոցը եւ հերոստատիտողներին հենց հիմա կարող ենք նշել, որ Գրիշը եւ Կլայպեդայում եւ Արխանգելսկում եւ հիմա արդեն այս տարվա մեջ Մոսկվա եւ այլ վայրերում պիտի գնա եւ որպես խորհրդատու տարածի մեր ազգային խոհանոցը։ Շնորհակալություն Գրիշ, արի այս Բերթաշեն տեսակի լավ գինով շնորհավորենք իրար եւ մեր հերոստատիտողներին, թող այս տարին լինի հաջողությունների տարի։ Այո, ես նույնպես շնորհավորում եմ հերոստատիտողներին, հերոստատիտողներին նաև ասում եմ, որ տարին դիմավորենք հենց Բերթաշեն գինով եւ քաշիկայով, քանի որ դա է մեր ազգայինը, դա է մեր հայկականը եւ մտածենք հայեցի, ապրենք հայեցի։ Բոլորին շնորհավորում եմ ամանորի կապակցությամբ եւ Սուրբ ծնունդի արդիվ։ Շնորհավորություն եմ բոլորին։ Ողջ լինենք։ Հարգելի հերոստատիտողներ, ուզում եմ ձեր անունից ես մեկ անգամ շնորհակալություն հայտնել Գրիշային, որ չմերժեց, գիտեք, որ ինքը շատ զբաղված է։ Եվ նաև ցանկանանք, որ ինքը նորից այս տարվա մեջ ունենա իր լավ գործունեության մեջ, ունենա հաղթանակներ։ Բարեկամներ, իսկ ձեզ ես ուզում եմ, որ այս տարին ոնց դիմավորեք, ուրախ, զվարթ, բարի եւ կամեցող եւ ամենակարևորը առողջ։ Հենց այդպես էլ շարունակվի։ Տարին լինելու է հաղթանակների տարի, բարեկամներ։ Այս տարի մենք բոլորս լինենք մեկս մյուսի համար հասանելի, լինենք մեկս մյուսի նկատմամբ բարի եւ ուրախանանք բարեկամներ մեր բոլոր ազգակիցների հաջողություններով եւ կարողանանք նպաստել, որ ավելի շատ գնա մենքի գաղափարը, այլ ոչ թե եսի։ Բարեկամներ, շնորհավոր նոր տարի, լինենք միշտ միասին, լինենք առողջ ու երջանիկ, ազգ սիրենք ու հայրենիք։ Այս տարին լինելու է հաղթանակների տարի։ Ստեսուն բարեկամներ։
քաշիկա, գարան միս 500 գրամ, ձավար 500 գրամ, ջուր, աղ, բարեխորշակ։